Եվ այսօր հիմա այստեղ ինչ են ասում, այստեղ էլ ենք լսում, ուրիշ տեղեր էլ ենք լսել, որ ասում են, որ ընտրություններից հետո հանելու են։ Ժողովուրդ ջան, ես ձեզ անկեղծ մի բան ասեմ, այսքան ժամանակ մենք ընտրության համար ոչ մի բան չենք արել։ Մենք ինչ անում ենք ընտրության համար չենք անում, մենք ինչ անում ենք մարդկանց համար ենք անում, ձեզ համար ենք անում։ Ընտրությունը եղած չեղած մեզ համար ինչ, մենք ընտրության համար երբեք որևէ բան չենք արել։ Մենք ընդհակառակը ընտրական տրամաբանությանը ընդառաջ մենք շատ դժվար եւ ծանր բաներ ենք ասել ժողովրդին, որ սովորաբար չեն ասում, բայց մենք շնորհակալ ենք, որ ժողովուրդը մեր ասածը ընկալել է եւ ժողովուրդը մեր ասածը ընդունել է, որովհետեւ ինչը ընկալել է, որ մենք ուզում ենք Հայաստանը կոնֆլիկտի փակ ուղուց դարձնենք խաղաղության խաչմերուկ։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր մենք թրիփ նախագիծն ենք սկսում իրագործել եւ 2020 թվականից անընդհատ մեզ մեղադրում էին միջանցք են տալիս։ Հիմա փառք Աստծո, թուղթը նախաստորագրված եւ հրապարակված է։ Եվ դուք կտեսնեք, որ թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում եւ մի հատ էլ ավել ձևակերպում կա, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, ամբողջականությունը, իրավազորությունը թրիփ նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա փակվեց, այդ գոյություն չփակվեց, այդպես թեմա չի եղել։ Բացեք նայեք 2020 թվի ամենադժվար շրջանների նոյեմբերի ուղերձը։ Ես այդ թեմային անդրադարձել եմ, ասել եմ ճանապարհ, այո, մենք էլ ենք շահագրգռված, բայց միջանցք չի լինելու եւ միջանցք չկա, եւ միջանցք չկա լինելու է ճանապարհ, որով Հայաստանի շրջափակումը ավարտվին է հասնելու։